Գաճան շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ երկարատև քննությունից հետո վերադարձան հավաքական զգացողությունները զգացողությունները միշտ հաճել են, երբ հաղթում ես, այսպեսի դժվար խաղում։ Իրոնք մենք մեզ խնդիրներ ստեղծեցինք առաջ խաղակեսում, չօգտագործեցինք հարմար պահեր, բայց շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Մի հատ բացական բանը իհարկե Գևորգ Ղազարյանի վնասվածքն է։ Հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ շուտով խաղադաշտ կվերադառնա։ Կարմիր քարտը կարող ես ասել, որ փոխեց ամբողջությամբ։ Իհարկե, կարմիր քարտը ամբողջությամբ չփոխեց, եթե մենք չխաղանք, պարզ է, չէինք կարող հաղթել, ուղղակի մենք սկսեցինք ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ, նրանց համար էր դժվար էր, դրա համար ճեղքեր առաջացան եւ մենք օգտագործեցինք։ Հանդերձանում միշտ լավ տրամադրություն երբ հաղթում ես, շատ ուրախ եմ, հիմա բոլորը հաղթանակած կգնան իրենց թմերը եւ ինձ թվում է դա ինչ-որ հաղորդի ֆուտբոլիստներին։ Եվս մեկ առաջ դուք իրեն Ղազախստանի հետ խաղում այն ժամանակ 3-3, հիմա արդեն հաղթանակ։ Այս 13 տարվա մեջ սա էր արդյոք սա էր հիշարժան խաղերից մեկը։ Իհարկե ոչ։ Հիշարժան խաղեր եղել են, բայց ես վստահ եմ, որ կլինեն դեռ առջևում են։ Էդգար Հայաստանի հավաքական չի հրավիրվել Արտուր Պետրոսյանի գլխավորությամբ, հրավիրվել ես ինչ փոփոխություններ ես նկատում։ Դե փոփոխությունները ավելի շատ մենք հիմա արձակողական ֆուտբոլ ենք խաղում։ Իհարկե դա ինձ թվում է բոլոր թիմերը սիրում են ֆուտբոլ խաղալ։ Տակտիկական որոշ ինչ-որ բաներ է մտցրել Արտուր Պետրոսյանը, դա արդեն թիմի ներքին խոհանոցում է եւ չեմ կարող ես կոնկրետ տակտիկական առումով ինչ-որ բաներ ասել։ Էդգար ներեցին, որ հիշում եք, որ 9 տարի առաջից այսօր է Ղազախստանի հետ խաղում։ Հիշում եմ, Հոլանդիայում 1-0։ Ես ամեն խաղը տրամադրում եմ նույն ձևով, ինչ-որ խաղեր չկան, որ ես ավելի կենտրոնանամ, բոլոր խաղերն 100%-ով կենտրոնանում եմ։